հաշվառման միասնական համակարգ չլինելը։ Սա մի քիչ ավելի մեծ ընկերություններում է հաճախ լինում, եւ միգուցե ոչ բոլորիդ մոտ այս դեպքը եղած լինի, հա, բայց շատ հետաքրքիր խնդիր է, ու սա շատ լուրջ խնդիրներ է առաջացնում ոչ միայն տրանզակցիոն, այլ նաեւ հենց բուն ֆինանսական, հա, բան ինքնարժեքի մեծացման, ֆինանսական ռիսկերի տեսանկյունից շատ լուրջ խնդիրներ է առաջացնում։ Ինչի մասին է խոսքը։ Երբ մենք տարբեր ստորաբաժանումների համար օգտագործում ենք տարբեր հաշվառման ծրագրեր, այսինքն ունենք օրինակ, չգիտեմ, վաճառքում օգտագործում ենք ինչ-որ CRM համակարգ, արտադրությունում օգտագործում ենք ներքին արտադրության հաշվառման համակարգ, հաշվապահությունն օգտագործում է իր հաշվապահական հեծան, այնտեղ չգիտեմ, ինչ մնաց, առաքում օգտագործում է իր առաքիչի համակարգը, որը որ լրիվ առանձին է, հա։ Սենց երբ որ մենք կտրված ծրագրեր ենք օգտագործում, նույնիսկ այն դեպքում, երբ իրենք ինտեգրված են, իրար կապած են ինֆորմացիան իրար մեջ փոխանցվում է, այստեղ ինֆորմացիայի կորուստի, սխալ ինֆորմացիա գալու, միտեղ փոփոխություն լինելու դեպքում մյուս տեղում այդ փոփոխությունը չարտացոլելու ռիսկերը շատ մեծ են։ Ու փորձը ցույց է տալիս, որ ինչքան ավելի շատ ներքին փոքր հաշվառման ծրագրեր եք ունենում, իրենք այս բոլորը իրականում հաշվառման ծրագրեր են, հա, չնայած մեկի անունը CRM է, մեկի անունը առաքիչ համակարգ է, մեկի անունը արտադրության հաշվառում է, բայց նրանք բոլորը հաշվառման ծրագրեր են։ Ինչքան շատ ծրագրեր եք դուք ներսում ունենում, ինչքան շատ ծրագրերով եք աշխատում, այնքան այս ծրագրերի կապը ապահովելը ավելի ծախսատար է։ Թե ուղիղ իմաստով, տարբեր ծրագրերի սպասարկման իմաստով, թե տրանզակցիոն ծախսերի իմաստով, այսինքն այդ սխալ ինֆորմացիայի, սխալ պրոցեսի կազմակերպման, մի տեղից մյուս տեղը գալու վրա ծախսած ժամանակի, այնքան այս բաները այս աշխատանքները հավելյալ տրանզակցիոն ծախսեր են առաջացնում։ Մի հատ հետաքրքիր դեպք պատմեմ իմ փորձից, միտեղ որտեղ որ պետք է ծրագիրներ դնեինք ու գնացել էինք ուսումնասիրման ընկերությունում, այսինքն ուսումնասիրում ենք, թե տվյալ պահին ինչ ծրագրով են աշխատում եւ ինչ խնդիրներ ունեն, հա, իրենց ներքին պրոցեսներն ենք ուսումնասիրում։ Սենց ոնց էր բաժիններով գնում հարցնում ենք ով ինչով է զբաղվում, ով ինչ ֆունկցիաներ է անում, ինչ պրոցեսների համար է պատասխանատու, ու աշխատակիցներից մեկը այն հարցին, թե ինչով է ինքը զբաղվում տվյալ բաժնում, ասաց ես ես ընկերության XML-ն եմ։ XML-ը ուրեմն ծրագրային ֆորմատ է, որը հաճախ օգտագործվում է երկու ծրագրերի միջև ինֆորմացիա տեղափոխելու համար։ Հա, Excel-ի նման պատկերացրեք Excel է, որը որ ասենք մի ծրագրից Excel-ով արտահանում ես, օրինակ արտադրությունից Excel-ով արտահանում ես արտադրված ապրանքները, քանակներ եւ այլն, հա, ու դա ներմուծում ես օրինակ հաշվապահության ծրագիր, որովհետեւ հաշվապահության ծրագիրը ունենա իր արտադրանքը եւ իր հաշվարկները անի, հա։ Այդ Excel-ը, որը ստեղից արտահանում ներբեռնում ես այնտեղ, հաճախ Excel չի, XML ֆորմատի է լինում։ Հիմա իրականում ինչ էր անում այդ աշխատակիցը, ինքը ձեռքով հենց այդ տարբեր համակարգի, տարբեր ծրագրերի միջև կապներ ապահովում, հա, մի տեղից արտահանում էր ներբեռնում, մի տեղից ձեռքով էր արտագրում, որովհետև այդ արտահանման ներբեռնման հնարավորությունը չկար, հա, ու փաստացի կար կոնկրետ առանձին հաստիկ, ով որ պատասխանատու էր այդ համակարգերի, այդ ծրագրերի բանի կապը պահելու համար, հա, ինֆորմացիան տեղափոխելու համար, լրիվ առանձին մի հատ հաստիկ։ Իսկ ընդհանուր միասնական համակարգներ դնելու դեպքում բնականաբար այդ տիպի բոլոր ծախսերը վերանում են։ Ուստեղ ինչպես լուծել հարցի պատասխանը միասնական հաշվառման համակարգ ներդնելու մեջ է։ Իհարկե այս հաշվառման համակարգը մեծ թեմա է, իհարկե այստեղ կարելի է ժամով խոսալ, թե ինչպես պիտի այդ համակարգը ներդնել, որ դեպքում ինչ համակարգ ներդնել, ինչպես ընտրել այդ համակարգը եւ այլն, բայց դա առանձին վեբինարի թեմա է։ Ահա։ Սա 10 ուրեմն աննկատ խնդիրները, չնայած դրանցից որոշները այդքան էլ աննկատ չէին, հա, որոնք որ առաջացնում են էական տրանզակցիոն ծախսեր, ու որոնք որ լուծելը համեմատաբար հեշտ է, այսինքն
գոնե ինչ-որ քայլեր անել այդ խնդիրները լուծելու եւ տրանզակցիոն ծախսերը կրճատելու համար, հնարավոր է հենց վաղվանից։ Օրինակ, մեր ժողովների արձանագրություններ կազմելը հնարավոր է վաղվանից։ Նույն բանավոր հանձնարարություններ տալը բացառելը հնարավոր է հենց վաղվանից։ Նույն ղեկավարների գրաֆիկ կազմելը նույն վաղվանից հնարավոր է սկսել դրա վրա աշխատել, հա։ Շատերը նույնիսկ ծախսել չեն պահանջում։ Եվ ամենաբարդից վերջի միասնական հաշվառման համակարգն դնելն է, բայց մյուսները շատ անգամ նույնիսկ ավելորդ ծախսել չեն պահանջում, ներդրման ծախսա, պահանջում են միայն ժամանակ բան անելու, հա, այդ նոր կարգը կամ նոր համակարգը մշակելու ու ներդնելու համար, որից հետո իրենք կսկսեն ձեզ համար ծախսեր կրճատել, հա, ձեր փողերը խնայել իրականում։